Հեռուստադիտողների սպասումը վերջին շրջանում իսկապես մեծ էր։ Վերջին զանգը սերիալից հետո Ռոզա Դավթյանը դարձավ այն դերասանուհիներից մեկը, որի յուրաքանչյուր հնարավոր նոր նախագիծ անմիջապես հայտնվում էր քննարկումների կենտրոնում։ Հատկապես «Գոյամարտ» սերիալի մեկնարկին զուգահեռ սոցիալական ցանցերում օրեցօր ակտիվանում էին խոսակցությունները, կարծիքներն ու ենթադրությունները, որ սերիալի դերասանական կազմում կարող է հայտնվել նաև Ռոզա Դավթյանը։ Շատերն էին համոզված նրա ներկայությունը նոր շունչ կհաղորդի նախագծին և կավելացնի հետաքրքրությունը սերիալի նկատմամբ։ Երկրպագուները չթաքցրին իրենց ցանկությունն ու դա բացահայտ արտահայտեցին դերասանուհու սոցիալական էջերում։ Մեկը մյուսի հետևից հայտնվում էին մեկնաբանություններ, հարցեր, ցանկություններ ու ջերմ խոսքեր։ Ռոզա ջան, շատ կցանկանայինք ձեզ տեսնել «Գոյամարտ» սերիալում, ձեր ներկայությունն իսկապես կզարդարի սերիալը, առանց ձեզ հեռուստաեթերը մի քիչ դատարկ է, նմանատիպ գրառումներն օրեր շարունակ լցնում էին նրա էջերը։ Եվ հենց այս ֆոնին Ռոզա Դավթյանը որոշեց անկեղծ ու հստակ պատասխան տալ վերջ դնելով տարածվող լուրերին։ Դերասանուհու արձագանքը ինչպես միշտ աչքի ընկավ ջերմությամբ, հարգանքով և հասուն վերաբերմունքով իր հանդիսատեսի նկատմամբ։ Անսահման շնորհակալ եմ այսքան մեծ ուշադրության համար, բոլոր տեղերում նկատում եմ անունս ու գնահատում եմ, որ զգում եք բացակայությունս։ Ես ևս շատ եմ սիրում իմ հեռուստադիտողին, մեր անձնակազմին, բայց առաջիկայում երկարատև նախագծեր չեմ նախատեսում։ Հուսամ այս պատասխանով վերջ կդրվի ահռելի հարցերի հոսքին, վերալիցքավորվեմ, ուժերս հավաքեմ ու վերադառնամ, գրել էր դերասանուհին։ Այս խոսքերը շատերի համար դարձան հասկանալի և ընդունելի։ Շատ երկրպագուներ արձագանքեցին, որ գնահատում են նրա անկեղծությունը և պատրաստ են սպասել այնքան, որքան պետք կլինի, միայն թե կրկին տեսնեն նրան ուժեղ ու ներշնչված կերպով էկրանին։ Ոմանք էլ նշեցին, որ հենց այս մոտեցումն է Ռոզա Դավթյանին դարձնում առանձնահատուկ։ Նա չի շտապում, չի հայտնվում նախագծերում պարզապես ներկայություն ապահովելու համար, այլ ընտրում է ճիշտ պահը և ճիշտ ձևաչափը։ Այսպիսով Ռոզա Դավթյանի պատասխանը ոչ միայն վերջ դրեց «Գոյամարտ» սերիալի շուրջ շրջանառվող խոսակցություններին, այլ նաև ևս մեկ անգամ ցույց տվեց նրա մարդկային և մասնագիտական հասունությունը։ Նա հստակ հասկացրեց վերադարձը կլինի, բայց այն կլինի գիտակցված ժամանակին և այնպիսի նախագծով, որն իսկապես արժանի կլինի թե իրեն, թե իր հավատարիմ հեռուստադիտողին։ Հեռուստադիտողները վստահ են, որ դերասանուհին շատ շուտով վերադառնալու է հեռուստաէկրաններ, ավելի ուժեղ, ավելի մտածված ու առավել հիշվող։ Շատերն են ընդգծում, որ հանրային դաշտում նման անկեղծ խոսքը հազվադեպ է հանդիպում, հատկապես այն ժամանակ, երբ դերասանը գտնվում է պահանջվածության գագաթնակետում։ Ռոզա Դավթյանը վերջին տարիներին ոչ միայն սիրված դերասանուհի է, այլև կերպար, որի հետ նույնանում են հազարավոր մարդիկ։ Նրա խաղը «Վերջին զանգը» սերիալում Անգելինայի կերպարով դարձավ իսկական երևույթ։ Անգելինան պարզապես սերիալային հերոսուհի չէր, նա ապրում էր, սխալվում, պայքարում էր, սիրում ու ցավում այնպես, ինչպես իրական կյանքում։ Հենց այս բնականությունն ու անկեղծությունն էին, որ հանդիսատեսին կապեցին կերպարի և ի վերջո հենց Ռոզա Դավթյանի հետ։ Սերիալի ավարտից հետո դերասանուհու բացակայությունն ակնհայտ էր էկրաններից, բայց ոչ մարդկանց ուշադրությունից։ Նրա յուրաքանչյուր հրապարակում ճանապարհորդության լուսանկար, ընտանեկան պահ կամ լռության փուլ անմիջապես դառնում էր քննարկման թեմա։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռոզա Դավթյանը վաղուց դուրս է եկել պարզապես սերիալային դերասանուհու շրջանակներից և դարձել է հանրային կերպար, որի կյանքին հետևում են սիրով ու հետաքրքրությամբ։ Դերասանուհու վերալիցքավորվելու մասին խոսքերը շատերն ընդունեցին որպես ինքնախնամքի կարևոր ուղերձ։ Ժամանակակից աշխարհում, երբ հանրային մարդիկ հաճախ այրվում են անընդհատ աշխատանքի ու ուշադրության ճնշման տակ, Ռոզա Դավթյանի այս որոշումը շատերի համար դարձավ օրինակ։ Նա ցույց տվեց, որ դադար վերցնելը թուլություն չէ, այլ ուժեղ լինելու պայման, իսկ հեռուստադիտողն ինչպես միշտ պատրաստ է սպասել այն օրվան, երբ Ռոզա Դավթյանը կրկին կհայտնվի էկրանին նոր կերպարով, նոր պատմությամբ, բայց նույն սիրված ու անկեղծ Ռոզայով, որովհետև նման դերասանուհիները չեն անհետանում, նրանք պարզապես ժամանակ են տալիս, որպեսզի վերադարձը լինի ավելի արժևորված ու սպասված։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։
Նշենք, որ շատ շուտով ձեզ կներկայացնենք «Գոյամարտ» հեռուստասերիալի մասին հետաքրքիր տեղեկություններ և գաղտնիքներ։ Միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Սեղմեք զանգակ կոճակը, ստացեք տեղեկությունը մեր նոր տեսանյութերի մասին, եղեք տեղեկացված։